Ով է Վոլոդիա Ավետիսյանը, ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում, չպարզված հանգամանքներում մեղադրվելով կաշառք վերցնելու մեջ։ 1988 թվականից մասնակցել է Արցախի ազգային ազատագրական շարժմանը։ Պատերազմի տարիներին ակտիվ մասնակցություն է ունեցել Քարվաճառի ազատագրման պայքարին, եղել է Լեոնիդ Ազգալյանի տեղակալ, ինչպես նաև ղեկավարել է Վարդենիսի ջոկատը։ Այս խմբի կոմանդիրը ով է։ Վալոդնա։ Հա? Հա, Վալոդնա այս խմբի կոմանդիրը։ Մենք գնացել ենք Մարաղա, Մարաղացին զենքը ձեռին փախնում է։ Մենք մտնում ենք, մենք հետ արի, ինքը հետ չի գալիս, բայց մենք հետ մենք կռվում ենք։ Հասկանում ես։ Ես չեմ հիասթափվում, որ ինքը այդ գյուղացի փախնում է զենքը ձեռին, ես էլ փախնում, չէ, իմ հողն է, ինքը ով է։ Այս հայկական հողը ինքը կարող է մի հատ անհատ հայ է, փախնող հայ է, ես կկռվեմ կպահեմ, վերջ։ Հայաստան տներ են սարքում 5 գարգանի։ Մենք ալ ուզում ենք մեջ կենալ ասոնց։ Պալատներ են սարքում, ինչ ա եղել, թող սարքեն մի հատ, այն 3 հարգի փողը օգնություն անեն, գան տեսնեն որտեղ ինչ ա կատարվում, կոնկրետ մարդկանց վերեն օգնեն այդ փողով, սննդամթերքով, զինամթերքով, կոնկրետ մարդկանց։ Դրա համար իրանք ընդ նստել են, չգիտեն, ում ուղարկեն, ում տան, ուր կեթա, դրա համար պիտի գան տեսնեն։ 2013 թվականի մայիս ամսից սկսած Վոլոդիա Ավետիսյանը իր մարտական ընկերների հետ սկսեց պայքարել ազատամարտիկների եւ զինծառայողների արժանապատիվ կյանքի համար։ Աստված ստեղծել է մեր տեսակը, հայի տեսակը, պարտավոր ենք ապրելու եւ դրա համար պետք է պայքարենք։ Գնդապետ Ավետիսյանը ակցիաների շարք է անցկացնում Ազատության հրապարակում, այնուհետև կառավարության շենքի առաջ, որից հետո հանդիպում է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Վերջինս ազատամարտիկին կոչ է անում դադարեցնել ակցիաները։ Վոլոդիա Ավետիսյանը, սակայն մնում է անդրդվելի եւ շարունակում է իշխանություններին ներկայացնել իր եւ ազատամարտիկների պահանջը։ Այն է բարելավել ազատամարտիկների սոցիալական վիճակը։ Ազատամարտիկները լրիվ լքված են։ Բարիս բունի մաստով լրիվ լքված են։ Ոչ մեկը հաշվի չի առնում, վախենում ես, որ ասես ազատամարտիկ են։ Կարող է գլխիցդ խփել։ Այս ամենից հետո Պաշտպանության նախարարության քննչական վարչությունում հարուցվում է քրեական գործ եւ Վոլոդիա Ավետիսյանը 2013 թվականի սեպտեմբերի 19-ին ձերբակալվում եւ կալանավորվում է շինծու խարդախության մեղադրանքով։ Մենք աշխարհում ունեցանք առաջին սոցիալական բանտարկյալը։ Որոշ ժամանակ անց ազգային ժողովը ընդունում է համաներման որոշում, որը պետք է տարածվեր նաև Վոլոդիա Ավետիսյանի վրա, նույնիսկ այն դեպքում, եթե վերջինս այդ խարդախությունը կատարել էր։ Բայց նա չի ազատվում քրեական պատասխանատվությունից եւ գործը ուղարկվում է դատարան։ Հերթական դատական լսումներից մեկի ժամանակ Վոլոդիա Ավետիսյանը հանդես է գալիս հայտարարությամբ, որ իշխանությունները բազմիցս իրեն գումար են առաջարկել, խոստացել են բիզնես եւ պաշտոն, սակայն նա հրաժարվել է։ 2013 թվականի մայիսի 11-ին, երբ որ ազատամարտիկների սոցիալական խնդիրներով նստածից կազմակերպեցին, կոնկրետ 3 գործով անընդհատ իշխանական թևից իշխանությունից մարդիկ իրար ինստանով կոչումներով առաջարկեցին նստածույցը դադարեցնել, հրաժարվեցին, որից հետո առաջարկեցին գումարին, կլորիկ գումար կամ աշխատանք կամ ծառայություն, վերականգնում են ծառայության, որտեղ ես իմ կամքով ես ծառայությունից, կամ բիզնես, Էջմիածում կամ Երևանում, քանի որ ես Սարմակների մարզից եմ, այդ ամենից հրաժարվեցին, որից հետո բազմիցս զգուշացրել եմ, որ գործ ունես խնդիրներ ունենաս, բնականաբար ես չեմ համաձայնվել, ձերբակալությունից հետո կալանատանքում ինձ մոտ եկել առանց դատապաշտպանի քննիչս առանձին, իմ հետ առանձին խոսակցություն, եթե ես հրաժարվում եմ հետագա պայքարից եւ հանդիպում լրագրողների հետ ընդհանրապես, ուրեմն ինձ հաջորդ դատին ներկայացնում ամիշնորհություն ինձ բաց թողեն։ Այսքանը ավելացնելու բան չունեմ, քննիչին ուղղակի ես ասացի, որ պարոն Խաչիկյան, ես իմ ոգին չեմ ծախան, ես հայրենիքս չեմ ծախան։
Գնդապետ Ավետիսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին իր ձերբակալությունից 10 օր անց տարածած հայտարարության մեջ շեշտել էր, որ նա մտադիր է սոցիալական պայքարի դրոշը փոխարինել ազգային ազատագրական պայքարի դրոշով եւ միանալ նախախորհրդարանին։ Այսօր շատ են խոսում հաղթանակներից, բայց հաղթած ժողովուրդ ենք պարտվածի կարգավիճակով ենք ապրում։ Երբ Վալոդյան որոշեց զբաղվել հասարակական քաղաքական գործունեությամբ, սկզբնական շրջանում դափեր մակարդակներով նրան փորձում էին համոզել, որ չզբաղվի այդ գործունեությամբ։ Երբ այսպես ասած հորդորները, համոզելները չստացվեցին, մենք նաև քանի որ փոքր երկիր է, ծանոթներ ունենք ամենտեղ, ինչը նաև անվտանգության համակարգում, այսօրվա մենք իմացանք, որ արդեն KGB-ն զբաղվում է Վալոդիայի 20 տարվա գործունեությամբ, արխիվները բացել են ու բրբդում են, բայց բան չեն գտնում։ Չկդան ոչ մի բան, համապատասխան կոմպրոմատ եւ ստիպվեցան ինչ որ թադերական ներկայացում կազմակերպել եւ իրենք էլ այսօր չգիտեն ինչպես դուրս գան այս վիճակով։ Իշխանությունը Վալոդյա Ավետիսյանի նկատմամբ քաղաքական հայացքների համար քրեական հետապնդում է իրականացնում։ Իմ տղեն 4 ամիսա պայքարում էր, իր խոսքն էր, ասում պետք է պայքարեն, այս ազատամարտիկները սոված կոտորում են, հերոսա նստե, գաշարակեր չի, ճակատս բարձր ես ման եմ գալի։ Գտիմ եմ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որ աշվի առնե, որ նստացնելով Վալոդյան Ավետիսյանը ուղղակի ատխնդիրը վնաս կուտա Հայաստանի Հանրապետության բադիվից, որովհետև աստեղ բադիվի խնդիրը։ Վարչախումբը հալածում է ոչ միայն Վոլոդյային, այլ նաև նրա ընտանիքի անդամներին։ Այս ընթացքում բանակ են զորակոչել ազատամարտիկի որդուն Ավետիս Ավետիսյանին, ով ծանր հիվանդության պատճառով պիտանիչ է զինվորական ծառայության համար։ Երկու անգամ նրա զորակոչը հետաձգում էին հիվանդությունների պատճառով։ Նա ուներ զոբի խնդիրներ եւ սրտի խնդիրներ։ Երկրապաների 10-րդ համագումարի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը ազատամարտիկների հասցեին հայտարարություն արեց, որը վերջիններիս գնահատմամբ վիրավորական է։ Այսօր պետք է հնչի երկրապահի ձայնը, խրոխտ, վստահ, չնայած ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել եւ հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու։ Սերժ Սարգսյանը չէր նվնվա, եթե իրան տային 35,000 դրամ ու ասեին գնա ապրի ոնց ուզում ես։ Սա դեռ բավական չէր, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը ժամանակին բարձր էր գնահատել Վոլոդյա Ավետիսյանի անցած մարտական ուղին եւ բազմիցս պարգևատրել է նրան պատվոգրերով եւ մեդալներով, ազգային ժողովում հակասեց ինքն իրեն եւ կասկածի տակ առավ ազատամարտիկի ազնվությունն ու նվիրվածությունը հայրենիքին։ Վոլոդյա Ավետիսյանի կենսագրությունը եւ նրա անցած ճանապարհը ես ամբողջությամբ գիտեմ, պատերազմի մասնակցությունը եւ նաեւ հետ պատերազմյան տարիներին նա պաշտոնավարել է, եղել է գնդի հրամանատարի տեղակալ եւ նաեւ գումարտակի հրամանատար, ոչ ավելին։ Եթե նա ունենար ավելի ուրեմն հատկանիշներ, նա նաեւ պաշտոնական ծառայական աճով կավելանար։ Սա ինչու եմ ես ասում, որովհետեւ շատ դեպքերում լսվում է այսպես մեկնաբանություններ, որոնք որ ավելին են, քան որևիցե մեկ անձը իր ծառայողական կամ մարտական գործողությունների ժամանակ ունեցել։ Դու պետք է ասես ունի թե չունի, այդ մենք գիտենք, ունի Վալոդյան այդքան թե չունի, որ բարոյական իրանքով, պարոն նախարար, դու Վալոդի մասին այդպիսի արտահայտություններ ես անում։ Ովքեր են այսօր մեր գեներալները, առանց ձեզ նրանք ոչնչություն են, այդ մենք ենք նրանց գեներալ սարքել։ Այս անարդարությունը միայն հալածանք չէ Վոլոդյա Ավետիսյանի անձի նկատմամբ։ Այն նաև խաթարում է հայկական բանակի բարոյահոգեբանական վիճակը, քանի որ երիտասարդ զինծառայողները
Տեսնելով, թե ինչպես են վերաբերվում հայրենի հողի եւ ազգի համար այրուն թափած ազատամարտիկներին, հուսալքվում են եւ կորցնում հայրենիքը պաշտպանելու ուժն ու պատրաստակամությունը։ Եղել է դեպք, կանգնացրել եմ հենց զինվորների 20 հոգի հաշվել եմ, ասել եմ հաշվենք այսօր պատերազմը, այս վիճակն է, ով կմնար ինքնական կծառայեր, եթե ասեին գնացեք տուն, մի հոգի չասեց, որ ես կմնամ կծառայեմ, 20 զինվորներ միաձայն ասեցին մենք կգնանք տուն։ Եթե ազատամարտիկները մեր երկրում անտեսված են ու մոռացված, եթե նրանք արժանապատիվ կյանքով չեն ապրում, ապա վտանգվում է նաև մեր երկրի պետականությունը։ Վոլոդիա Ավետիսյան